Ընդդիմություն ջան, թաքուն բան եմ ասում։ Ես արդեն ակնարկներ եմ անում, որ շատերը դրանից կհասկանան, թե խոսքը ում մասին է։ Ով պերեպիսկա ունի անուլիկ սրտիկ 12 account-ի հետ։ Այո, բոլորիդ։ Բոլորիդ։ Ալենը չդիմացավ ու գնաց։ Չկա թույլտվություն։ Ավենյանը շարունակում է վստահ քայլերով շարժվել դեպի բանտ։ Այլ կերպ ասած բարև ձեզ, եթե մարմքոմիզն է, որը չի քնել, որպիսի այս հաղորդումը անի ու դուք բոլոր սրաշերից տեղյակ լինեք։ Դուք էլ եթե զգում եք ներքին կուլտուրա եւ հնարավորություն մեկ կապուչինոյի գնով միանալ մեր Patreon-ին, որ մենք ոչ թե ջուր խմենք կամ թեյ, այլ մեզ մարդը զգանք միանցեք մեր Patreon-ին։ Ասեմ ավելի էժան քան կապուչինոն, որովհետև արա այն օրը 1900 դրամ էր կապուչինոն։ Patreon-ը ընդհանրապես $3։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը եւս չի քնում, որպեսզի արտադրի արմատուրա, որը լավագույնս կամրացնի ձեր շենքշինությունը։ Ամեն տեսակի լայն նեղ արմատուրաներ, բայց բոլորը գերմանական ստանդարտներով եւ արարատյան դաշտում ձուլված։ Մեր անուշ գործընկեր JMC-ն ունի լավ լուր Touring մեքենայի մասին, որը կհնչեցնի մեր մյուս անուշ գործընկեր Նարեկը։ Touring-ի հատուկ գինն է 11.900.000 դրամ, բայց սա դրա ամենը չէ։ Գնելուց հնարավորություն ունեք ընտրել երկու նվերներից մեկը։ Սարդարան, որը կհավաքվի իրենց կողմից անվճար կամ 3 տոննա դիզվառելիք։ Ո՞տես 3 տոննան ճիշտ է, գերե ժողովուրդ։ Արա 3 տոննա։ Շոտ է, 3 տոննա։ Այսպիսի կատաղած լավ լուրեր մեր անուշ գործընկեր JMC-ից։ Կիրակի օրվա պատարագի փոքրիկ ռեպետիցիա տեղի ունեցավ Հովանավանքում, երբ կարգալույծ եղած քահանան ուղղակի եկավ գործի, որ պատկերացնեք էս ինչքան սյուր է, ոնց որ հիմա ասենք Վանեցյանը գնա ԱԾ ու ասի, չէ, ես որոշեցի հետ գալ։ Կամ ասենք հանրապետականից որ գինեկոլոգի հանեն, ինքը վերադառնա գործի, շարունակի զննել պացիենտներին, եւ որ ասեն, դուք ես գալիս զննում պացիենտներին, ասի, գլխավոր բժիշկը ինձ չի կարա հանի։ Առհասարակ այս թեման կարելի է ուղղակի ջրել, չանդրադառնալ եւ sense ինքնիանով կգնալ, բայց լրագրողական մի ամբողջ բրիգադ գնաց այնտեղ լայվերով եւ ոչ միայն։ Ու քանի որ սկանդալա շատ է, մենք էլ ոնց ստիպված ընկնում ենք այս պատերնի մեջ ու հիմա լուսաբանելու ենք։ Իրենց ձեռքով եմ ես ձեռնադրվել, բայց վերջապես ինձ կանչողը ոչ թե իրենք են եղել, այլ Աստված։ Վերջապես յուրաքանչյուր քահանայի քահանայության կանչողը ոչ թե մարդն է, այլ Աստված։ Եվ այս իմաստով ներողություն եմ խնդրում, ես Աստծո քահանան եմ, ոչ թե մարդու քահանան։ Դե իսկ գուցե վարվեք բոլորեն մյուս մարդկանց նման, ում Աստված կանչում, հա, բայց եկեղեցին կարգալույծ է անում։ Ուղղակի աղանդ բացեք, այնա մի 100 տուն եք մի հատ ավել, պակաս ինչ պետք է փոխի։ Նա բողոքում է եկեղեցու երեսպաշտության դեմ։ Նա նկատի ունի, որ կաթողիկոսը ունի բաստարդ զավակ, որի մասին բոլորը գիտեն, բայց բոլորը իրենց գժի տեղ են դրել։ Ու ըստ այդմ ասում է, դե ուրեմն մի դաղալել ես ունեմ, ես էլ կսկսեմ եկեղեցին իմ սեփական զրոյական կետից։ Դու հիմա հրաշալի նկարագրում ես բողոքական եկեղեցին, այնտեղ էլ ում շատ են հավանում, նշանակում են իրենց քահանա, անջատվում են հիմնական եկեղեցուց ու բողոքական են ուղղակի։ Բայց իրականում եկեղեցին իրոք ավտորիտար կառույց է, ինչը օքեյ է, ինչը գիտեր Տեր Արամը, երբ միանում էր այդ կառույցին, էլ ինչ ես ուզում։ Կարող ինքը սիրում է ավտորիտար։ Դուք Facebook-ից արդեն էիք, որ Կադիրովի նման ղեկավար էիք ցանկանում Հայաստանի համար Ես ճիշտն ասած հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում եւ սխալ չեմ համարում։ Okay, вообще չեք օգնում ձեզ պաշտպանել։ Okay, նույն բանը, ոնց որ երբ ես գնամ Շաոլին ու ինձ ստիպեն անձրևի տակ 3 ժամ մեդիտացիա անեմ կունգ-ֆու պանդայի կողքը կանգնած, մենք սկսենք նվնվալ, որ գլխավոր վանականը խիչ չի անում։ Вообще անձրևի տակ մեդիտացիա անելու իմաստը ո՞րն է, ախր թոքերի բորբոքում կստանանք։ Արա դե դու էլ մի գնա Շաոլին Նարեկ։ Բա գիտես 40 տարի է չեմ գնում Շաոլին։ Դրա համար չես, դրա համար չեմ գնում։ Իսկ նախկինում Տեր Արամը, այժմ Ստեփան Ասատրյանը, նայեք սիրելի հմեք, երբ մարդը կարգալույծ եղած է, օքեյ է իրան իր աշխարհիկ անունով դիմել, իսկ երբ կարգալույծ եղած չի ու դիմում եք իր աշխարհիկ անունով, այդ ոնց որ կամ 7 տարեկան նեղացած երեխու պես եք ձեզ բամ, կամ ինչ որ մեկը ձեզ բռնանում է ու ստիպում է տենց դիմել, այս նշանը կա, եթե ձեզ բռնանում են, հմեք։ Նրա հետ Հովանավանք են ժամանել մի խումբ ուխտագնացներ, պիլիգրիմներ։
Դուրս վրընդեք սա ստեղից։ Դու պետք է ասես այդ բարձրացնո։ Խուժան։ Լավագոնե եկեղեցու մեջ չէր, այլ դեմներ կմտածեք դուք։ Բայց չէ, պիլիգրիմները բողոքում էին եւ բորբոքվում նաեւ եկեղեցու ներսում։ Թեժացնում ու թեժացնում էին։ Եկեղեցուց դուրս ելար դու։ Ասում եկեղեցուց դու։ Ապեր կամերան եկալ գնա։ Հասկացան քեզ բան չեն ասում եկալ։ Արա դու սարի։ Չմտնես դու եկեղեցի։ Դու քեզ որոշով։ Արա դու չմտնես եկեղեցի։ Դա բեշտես ապարատը դուրս կգաս։ Հետը չարդեմ իսկական։ Դեվեց կնեյան։ Մի հատ էլ էլի, այս մարդիկ խիեն եկե բորբոքվե։ Ինչա թե կաթողիկոսը մի հատ համով աղջիկա հետ գցել խախտելով եկեղեցու բոլոր օրենքները։ Գուցե մի հատ ապաշխարեք ու մարդիկ օքեյ են դրա հետ։ Լավ, մի հատ հասկանանք։ Ու Կարգալույս քահանան եկավ եկեղեցի իր աշխատանքի վայր, որտեղ մի հրաշալի զույգ որոշել էր, որ այդ օրը պսակադրվում է։ Պսակադրության արարողություն պիտի լիներ, ով է ծեսն անելու Մայրաթորի կարգապահական հանձնախմբի կողմից կարգալույց հռչակված Տեր Արամը Ստեփան Ասատրյանը, թե գործող քահանան Տեր Սարգիսը։ Ժողովուրդ, հեսա զույգը կգա, իրենք կորոշեն։ Հարսանքավորները եկան եւ կար տպավորություն, որ առանձնապես կողմնորոշված չեն։ Հետո Տեր Սարգսից տեղեկացանք, պսակի վկայական տալ կարգալույց քահանան չի կարող։ Ես եմ պատրաստում պսակադրությունը կատարելու, իրենք այդպես ուզեցին, ընդունեցին։ Եկեք մի հատ հասկանանք ինչ կլներ, եթե նախկին Տեր Արամի պլանը ի կատարածվեր, այսինքն ինքը գալիս է, այդ զույգը ենթադրենք խամություն էր անում, թողնում էր ինքը պսակի, արդյունքում եկեղեցին չի ճանաչում այդ պսակադրությունը, քավոր չի լինում, Աստծո առաջ իրանք համարում են չպսակված, Ու ամենակարևորը այդ թուղթը հավատացյալ զույգի համար ամենակարևոր բանը վկայական ստորագրված Աստծո կողմից չեն ստանալու։ Պուպուշ զույգը ինչ էր արել, որ Տեր Արամը ասեց ուզում էր փչացնել իրանց պսակադրությունը։ Հոգևորականը չպետք է մի քիչ էլ բարի ու կամեցող մարդ լինի, որը չի ուզում վնաս պատճառել անմեղ մարդկանց։ Դու չես հասկանում, Տեր Արամը կարևոր հոգևոր հարցեր է բարձրացնում։ Երեխա մկրտելու համար, փոքրիկ երեխային ավետարանը տալու համար քահանան չի կարող քահանայություն անել, բայց կուսակրոնության ուխտը ընդունած եւ սիրուհիներ ունեցող կին երեխաներ ունեցողը կարա հաղորդություն տա, իր տված հաղորդությունը համարվում է հաղորդություն, իսկ ուղղակի եկեղեցու խնդիրները բացաձայնած հոգևորականի հաղորդություն Այս շանտաժ է անում։ Նու չէ, շանտաժի համար technically պետքա սպառնալ, որ եթե այսենց բանը չանես, այսենց բանը ես կասեմ ձեր մասին։ Սա ուղղակի ընդհանուր պալիտ է անում, որ լիքը վատ բաներ են արել հոգևորականները։ Okay։ տեղեկացնում, եթե այդ հոգևորականները որևէ բան կխոսեն, եղբայրաբար ուղղակի նրանց ասում եմ, իմ տեղեկությունները հստակ են, փաստերի հիման վրա, ես ուղղակի կգա մի պահ ու մեր հանրությունը կիմանա ով որտեղ է իր մազերը կտրում, ով որ լրագրողական ցանցի հետ է համագործակցում։ Այո, ես արդեն ակնարկներ եմ անում, որ շատերը դրանից կհասկանան, թե խոսքը ում մասին է։ Մի հրաշք հոգևոր ազնվորություն։ Ես հիմա բան չեմ ուզում անցել, բայց եթե ձեզ լավ չպայ, կարամ ասեմ ով պերեպիսկա ունի անուլիկ սրտիկ 12 account-ի հետ, ով է գործնական հանդիպում account-ների follow անում։ Ով ու երբ է գնացել happy end-ով մերսումների։ Հիմա կարա թվա абսուրդ բաներ ենք ասում, բայց вообще բացառված չէ, որ մի քանի օրից հենց տենց բաներ հայտնվել ինտերնետում։ Հիմա մեր հոգևոր հանգստությունը եւ նյարդերը խնայելու համար եկեք տեղափոխվենք համեմատաբար ավելի հանդարտ տեղ։ Ազգային ժողով։ Ես շնորհակալություն եմ դες հայտնում, այո, բոլորիդ սրտիկ շնորհակալ եմ ձեզ, ձեր լավ աշխատանքի համար, ես վերևը նստած եմ, որ հենց ֆիլմ ասում են, չէ, Մուրադի դեմքով նստած հպարտանում եմ, ամեն մեկիդ ասած խոսքի տակ ստորագրում եմ։ Ես սպասում եի առաջինը ԿՊ-ից ով է վերցնելու Մեծ Արգոյևիչի անկապագույն թրենդը ու բերելու գցի մեյդան։ Բայց եթե ձեզ թվում է, որ հիմա ամեն ինչ sense համերաշխ կա գնալու, ապա ասեմ, որ նի սիրելի բարեկամներ,
Վարդան Ղուկասյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում թե չէ։ Մենք տեսել ենք շաբաթներ առաջ ոնց է բերման ենթարկվում սպանության ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվողը։ Տեսել եք այդ ակուրատնի սիրուն բերման ենթարկելու կադրերը։ Պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի ինքը կաշառքը լափի եւ բռնվի։ 6 ամիս իդեպ 2 օրեր պահանջվեց ձեզ, որպեսզի կարողանաք մարդու վարկաբեկելու եւ կեղծ առնվազն այս պահին չհաստատված մեղադրանքներով մարդկանց փորձել դատապարտել։ Okay, ընդդիմություն ջան, թաքուն բան եմ ասում։ Նայեք, Վարդան Ղուկասյանին գոնե ֆորմալ առումով դուք չեք առաջադրել, կոմունիստներն են, խիեք մտնում եւս այդ բերի տակ։ Ակնհայտ է, չէ, որ մի կամ բազմաթիվ քաքեր էս գործում բացվելու են, խիեք դրա տակ մտնում։ Իշխանություն, ինձ թվում անդիմությունը հատուկ քննացնում է ձեր ուշադրությունը։ Մի տեսակ կասկածելի հեշտ չգցեցին Վարդանիկի ընդդիմության ջեբը։ Սենց եկան ջեբը բացեցին, գցեցին ու ավտոմատ սկսեցին պաշտպանել։ Հա, ոնց Վարդանիկը ժպիտով էր դուրս գալիս։ Մի բան ստեղ դուրս չի գալիս, բայց լավ, ուրիշ թեմաներ, ի՞նչ է քննարկվում այժմ։ Մեղադրեմ, որ դուք 5-րդ չարաշուն անկախության դեմ, մեղադրեմ դաշնակցության անկախության դեմ, դաշնակցություն, որ տասնամյակներով նաև արդեն անկախ Հայաստանում հպարտացել է փետրվարյան ապստամբությունով։ Ես չեմ մեղադրում առաջին հանրապետության դաշնակցականներին։ Ես մեղադրում եմ ձեզ։ Ինչի՞։ Որտեւ ես կարծում եմ, դուք Ստոկհոլմյան սինդրոմի զոհ եք։ Երբ է սա ավարտվելու է, մարդիկ 8-րդ գումարման սաղ ազգային ժողովը նվիրեցին դաշնակցության պատմության էջերը բացահայտելուն, ինչը вообще ոչ մեկին հետաքրքիր չի։ Եթե ձեզ դզում է, ստեղծեք պատմաբանների խմբեր ու քննարկեք դա ինչքան կուզեք, մենք ձեզ սրա համար փող չենք տալու։ Այնտեղ մարդ էր եկել ընտրվելու հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով, ասես շիվարած կանգնել, լսում էր այս անիմաստ բանավեճը։ Այս ելույթները հերթական նիստերի 3-րդ օրը ազգային ժողովի ամբիոնից հնչում էին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի տեխնացու Կամո Սարգսյանի ընտրության հարցի քննարկման ընթացքում։ Այն որ գնում ես ատամնաբուժի մոտ, քեզ նստացնում է, բերան բացում է, մեջ են բաները դնում է, մեկ էլ իր զանգ է գալիս։ Դու ասես իդիոտի պես նստած ես, ինքը հեռախոսով կոնսուլտացիա անում։ Ոնց է շատ կոնկրետ դեպք ես բացատրում, հա։ Այո, մինչև հիմա չեմ մոռացել այդ դեպքը։ Լավ, կարևոր, ինչ կա, ծորենի թեմա ունենք։ Արդյոք մեզ պետքա ծորենը նարեք, չէ՞ որ աղքը ասել է, որ ծորեն չլինի, բրինձ կներկրենք։ Ինչ դա։ Հա, բայց ուղղակի ղազախական բրինձ չի կպել, իսկ ղազախական ծորեն կպել է։ Ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից։ Առաջի պահին տպավորություն էր, որ բանա երկաթ գծով գալու է, օրինակ մտնի Իջևան, չէ, գալու է, հասնելու է այլ Վրաստանով մտնելու է։ Ես զարմանում եմ, ոնց եք դուք հաջողացնում մի հատ պարզ հարցի չպատասխանել, այսպես ինչ-որ բաներ ասել։ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումի հետևանքով մեր ցորենի մատակարարումը առնվազն 20%-ը կորցրեցինք։ Եվ հիմա անկած դրսից փորձում եք ինչ-որ մի բան մուրալ ձեռք բերել։ Եվ դուք առաջնորդվում եք որքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Սա է ձեր քաղաքական ինքնությունը։ Սա ներկայացնել որպես ապաշրջափակում, դա անամոթ կեղծիք է։ Ոբշեմ, ստեղ ընդդիմությունը կրեց։ Էր ինչ որ մեզ պետք է ներկայացվեր որպես ուղիների բացում, սենսացիոն դիվերսիֆիկացիա, պարզվեց չէ, ուղղակի Վրաստանի նույն ճանապարհով, ոնց որ Ուկրաինայից էր գալու, ինձ հիմա Ղազախստանից, նույն ձևի գալու է, ոչ մի նոր բան։ Բայց թիմ տեխնացուների ընտրության հարցում ընդդիմությունը ահագին կաղում է։ Այստեղ հա։ Իրանց տեխնացուն հիշեցնեմ Քոչարյանական դաշնակցության տեխնացուն վաղարշապատի ընտրություններում մի մարդ է, որը ունի Սաքուլիկ մականունը, որը ինքը վաստակել է իր հալալ քրտինքով։ Ինչպես բացատրեմ ձեզ։ Մարդը Տարուն Մարկարյանի տեխնացուական ատոնախոսության պաշտպանության ժամանակ կանգնել է, ասենց պատա կանգնել կենթանի, վիրավորելով, անպատվելով, խայթելով լրագրողներին չի թույլ տվել, որ նրանք մտնեն նկարանեն։ Լուրջ, ուրիշ տեխնացու вообще չգտակ ու ամենասարսափելին խիենք սա Վահագն Ալեքսանյանից իմանում։ Բա ումից պետք է իմանայինք, կմտածեք դուք, вообще չպետք է իմանայինք։ Հա, էլի այս պատմությունը հին արմկոմեդիներում կա 170-ում, եթե հետաքրքիր է գնացեք նայեք, հիշում եք այն որ մենք TV-ում ենք ու ՀՀԿ-ին вообще չենք կպնում ոչ մի անգամ։ Այդ վաղ լավ sense մանրամասն տարոնի պաշտպանությունը անալիզի ենք ենթարկել։
բայց միանգամից չենք փոխում, այս հաղորդումը ավարտում ենք, նոր հետ ենք նա։ Մնացեք մեզ հետ, որովհետև երկրորդ մասում Ավինյանի շուրջ կուտակվող ամպերը դառնում են մի քիչ ավելի մուգ, իսկ impeachment-ը դառնում է մի քիչ ավելի փոզմիշ։ Հասունացել է բարձրաձայնել եւս մեկ կարևորագույն թեմա։ Չարի եւ բարու արանքում սոցգովաստ։ Հաճախ մարդիկ տեսնում են ծանոթի փողոցում եւ կանգնում են մի փոքր զրուցելու, ինչը նորմալ է։ Բայց հաճախ այդ մարդիկ չեն զգում, որ փակում են ինչ որտեղ մտնելու դուռը, կաֆեից դուրս գալու միջանցքը կամ ինչ որ մի հատ եկա տրոտուար։ Եկել է ժամանակը այդ մարդկանց թեթև բրթելու, որովհետև ուրիշ ձև չկա, քթիցակ չունեն այդ մարդիկը չեն տնում, որ բլոկ են անում ճանապարհը, նենց որ արխային բրթեք ու անցեք։ Կամ եթե չափսերով ձեզանից ավելի խոշոր ու պինդ են, ուղղակի մունաթով ասեք կներեք, էլի չեք զգում, որ փագել եք սաղ ճանապարհը։ Որովհետև իրանք չեն զգում, պետք է մի հատ լավ մունաթ գաս, որ հասկանան։ Կամ եթե ձեզանից շատ ավելի խոշոր են, գոնե ֆշշացրեք, որ այդ մարդիկ զգան, որ անհարմարություն են ստեղծում բոլորի կյանքում։ Դե բայց ցանկալի է իհարկե sense բրթելով առաջ անցնել, որ նրանց համար դաս լինի, որովհետև 21-րդ դարն է վերջի վերջը։ Եթե պարբերաբար ունեք հոսանքի անջատումներ, ապա Solar Holding-ը դրա լուծումներ ունի։ Տեղադրում եք հիբրիդային արևային կայան եւ ընդհանրապես էլ չեք ունենում անջատումներ։ Այսինքն ամեն դեպքում ամեն ինչից էլ օգտվում եք, բայց դե աշխատում եք այն ձրի արևից մաքսիմալ օգտվել։ Solar Holding տեղադրեք, վայելեք, որ հետո չասեք, վայ ուրիշները վայելեցին, մենք չէ։ Տեղադրեք։ Եվ այսպես Ավինյանը շարունակում է վստահ քայլերով շարժվել դեպի բանտ։ Այս օրերին խոշոր թոթոլ չափերի ապօրինություն բացահայտվել է Նոր-Նորքում։ Բացահայտողի հանդեպ բնականաբար արդեն տեղի է ունեցել ագրեսիա ֆիզիկական, գուցե հենց դրանից էլ սկսենք։ Ուղիղ 500 քառակուսի համայնքից հող են գողացել։ Հերթական բռնությունն ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ այս անգամ Նոր-Նորքի թաղապետարանից ոչ շատ հեռու կառուցվող գյուղմթերքի շուկայի շինարարության պատճառով 5 հոգով հարձակվեցին վրաց դատաբժշկի մոտ վնասվածքներն արձանագրելուց հետո այսօր ազատությանը փոխանցեց մայրաքաղաքի խնդիրները բարձրաձայնող ակտիվիստը։ Ուղղակի որ պարզ լինի Չախոյանը գտել է 500 քառակուսի մետրի վրա ապօրինություն, որը հենց հիմա տեղի է ունենում մասիվում, ահա զանգել է դրա մասին եւ ենթարկվել է բռնության։ Ուղղակի, քանի որ ոնց որ ապօրինությունը համ կառուցողին է վերաբերվում, համ քաղաքապետարանին մի քիչ դժվար է կողմնորոշվել կոնկրետ ով է բռնություն կիրառել։ Տարածքի սեփականատերերն էին, հարձակվեցին, հեռախոսով գողացան, հենց այդ տարածքի հարակից տարածքում, հանրային տարածքում։ Երեկվա ծեծից հետո քնչականը վարույթ է նախաձեռնել ձերբակալել 1 հոգու։ Ենթադրվում է ճաղերից այն կողմ է հենց կառուցվող շուկայի տերը, թե ով է նա իրավապահները չեն բացահայտում։ Հոп, Ջիվանի, տուպոյ բացատրություններով մի այրի, ինչ է նշանակում, չեն ասում ով է իրականացնում ապօրինությունը 500 քառակուսի մետրի վրա։ Այօրինակ Գյումրիում մեր թասեբի դարբնոցում միանգամից բացահայտեցին համ տեղը, հասցեն անուն ազգանունը, ով է, ինչ է, քանի դրոնով են ձայնագրել այդ ապօրինության մասին զրույցը։ Բայց Երևանում ԿՊԱ-ական Ավինյանի հանդեպ մի քիչ ավելի մեղմ են։ Չախոյանն էր իր Facebook-յան էջում ահազանգել, որ թաղապետարանի քթի տակ առանց շինթույլտվության մեջ շուկա են կառուցում։ Ընդ որում այդ տարածքի մի մասը 500 քառակուսին պատկանում է մայրաքաղաքին եւ չկա թույլտվություն։ Հիմա հակակոռուպցիոն կոմիտեն Դանիել Յոհաննիսյանը մի ամբողջ Նիկոլ միանգամից կբացահայտեն, կջախջախեն ապօրինությունը, կմտածեք դուք, բայց Իսկ քաղաքապետարանը ուղղակի չգիտի ապօրինության մասին։ Եթե չգիտի, նարեք, ապա սա ֆանտաստիկ զուգադիպություն է։ Այստեղ, որը կրում է Բաղյան փողոց 2 դրոպինգ հասցեն, կառուցվում էր այս ահռելի մեծ գյուղամթերքի շուկան առանց շինթույլտվության։ Մնում ամենակ կողքի մանկապարտեզների դայակներին բերեն, որ մասնակցեն շինարարությանը։ Ես հիմա վստահ եմ Ավինյանը արդեն սպասում է զանգ դատախազությունից։ Իսկ այդ ընթացքում եկեք բարձենք ինչ է լինում, երբ էկոնոմիկայի նախարարի ձեռքերը աճում են մի քիչ ուրիշ վայրից։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մատիմի շարժումով գործընկերս հայտնվեց քաղաքացիական պայմանագրի Facebook-յան փակ խմբում։ Հետքի խմբագրությունում սկսվեց իրարանցում։ Բոլորս հավաքվեցինք էկրանի առաջ, տեսնելու թե ինչ էր խոսվում իշխանության փակ խմբում։ Ահ, արախի հետքը, այդ ոնց որ այն Լուվրի թալանողները իրանց ներքին չաթի մեջ մտցնեին Ֆրանսիայի ժանդարմերիայի պետին։ Ոնց այլ այդ անսամբ շարժում արել sense Պապոյանը ու ավելացրել է հետքին։ Լավա Հայաստան խմբակցությանը չեք ավելացրել շատ։ Մինչ Գևորգ Պապոյանը ջնջում էր սխալմամբ ավելացված մարդկանց, այդ թվում լրագրողներին, մենք հասցրինք ուսումնասիրել խումբ։ Ինչ մենակ հետքին չի մտցրել այդ խումբ։ Այդ որ ինչպես Ռուսաստանը արգելել էր ծաղիկներն էր մտել։ Կարող է էլի Պապոյանի մատը ինչ-որ անսամբ կպել էր ու ինքը ինչ-որ նկարներ էր ուղարկել Ռոսկոմնadzor, որ հետ Ռոսկոմնadzor-ի տեսնելիք չէր։ Okay, մինչ ԿՊ-ն փնտրում է հուսով եմ էկոնոմիկայի նոր նախարար, տեսնենք ինչ է քերել հետքը այդ չաթի միջից։ Հարգելի գործընկերներ, հույս ունեմ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա ընտրությունների հատուկ կարևորությունը։ Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը ժամը 18:00-ից Էրեբունի թանգարանի հարակից հրապարակից նախատեսված մեր երթի բազմամարդությունն ու էներգետիկան ապահովելու համար։ Ահն, ոնց որ հիմա վարչական ռեսուրսի չարաշահումա գնալու։ Վարչական ռեսուրսը կես դպրոցներով եւ մանկապարտեզներով։ Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավեք ձեր ընտանիքների անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։ Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Okay, գուցե Պապոյանը հատուկ էր հետքին ու մյուսներին մտցրել, որ տենան ինչքան պուպուշ են։ Հետքի համար բարեբախտաբար այդ նույն Չախոյանը, նույն ում դեմ բռնություն ա կիրառվել, նաեւ տիտանական ծավալների վարչական ռեսուրսի չարաշահում արդեն բացահայտել էր։ Ու չնայած դա եղել էր շատ վաղուց, բայց քանի որ հետքը չկարողացավ ավելի չալաղաճ բան գտնել այնտեղ, ստիպված ներկայացրեց այդ 2 տարվա շատ կարևոր վարչական ռեսուրսի չարաշահումը։ Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքներին մասնակցելուն դրդելու մի դեպք էլ բացահայտել էր ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Նա ԿՊ-ի հավաքի ընթացքում մոտեցել էր մասնակիցներին եւ հարցրել, թե որ հիմնարկի աշխատողներ են նրանք։ Մասնակիցներից որոշները նշել էին, որ դպրոցների կամ մանկապարտեզների աշխատողներ են եւ եկել են ողջ կոլեկտիվով։ Այ հիմա Ավյանը կնստի բանտ։ Մի 2 տարի առաջ ա եղել։ Ապորինի շինարարության համար մասիվում կթողնես վերջացնեմ։ Okay, սա Պապոյանի միակ դառնությունը չէր այս շաբաթ։ Ռուսաստանը դժվարացրել է հայ վարորդների, բեռնատարների վարորդների գործը Ռուսաստանի տարածքում։ Եթե Հայաստանը համաձայնության չգա Ռուսաստանի հետ, տարիներ շարունակ բեռնափոխադրում իրականացնող մեծ թվով վարորդներ արտաքսվածների ցուցակում կհայտնվեն։ Հա, դե վատ է, իհարկե վատ է։ Լավ բան չի միանշանակ։ Հայաստանում էլ զգալի գնաճ տեղի կունենա, պնդում են բեռնափոխադրողները։ Գնաճ, այսա լուրջ խնդրեմ արդեն։ Հանգիստ Պապոյանը զբաղվում արդեն այս գործով։ Այսօր խորհրդարանում էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, երբ այդ որոշումը Ռուսաստանում ուժի մեջ է մտել, իրենք սկսել են աշխատել ռուս գործընկերների հետ։ Մեր տպավորությամբ մեզ խոստացել են, որ կլուծեն եւ տրամադրվածությունը մեր տպավորությամբ այնպեսին է, որ լուծման ենք գնում։ Մեր տպավորությամբ մեզ խոստացել են։ Մենք իհարկե վստահ չենք, մեզ խոստացել են թե չէ, բայց մենք ունենք տպավորություն, որ խոստացել են։ Ռուս գոլեգաները ասել են Աբիշայու կամ բարձր ասել են ու չեն կողմնորոշում։ Հիմա այդ Աբիշայու էր թե շատ նման է իրար։ Աբշի եւ Աբիշայու տպավորությունը կարող էր որ խոստացել են։ Ինչևէ վարորդները նաեւ որոշեցին ուղիղ դիմել ճիշտ ձևով Փաշինյանին։ Իրանց ձևով։ Պարոն Փաշինյան, մի խնդրանքով ես դիմում եմ ձեզ։ Խնդրում եմ այս բոլոր հերոս տղաներին ընդունել ձեզ մոտ։ Շատ թիծակով մոտեցան, հանդիպմանել կգնաք հեծանիվով։ Հավատացեք, այո, իսկ այդ ընթացքում եկեք, որպեսզի վարորդների բոլոր իղձերը կատարվեն, մաղթենք մեր հայ վարորդներին Ռուսաստանում եւ ոչ միայն անխափան բարենպաստ միգրացիոն կարգավորումներ։ Եվ թող 90 օրը օրինական դառնա 97 180 Այս կենացը դեռ երբեք չէր խմվել։ Այդ ընթացքում ԱԺ-ում շարունակում էին քննարկել են Գյումրու մարաֆոն վազողի հարցը։
Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղհալածյալ է, թե կաշառքլափող։ Խորհրդարանն այսօր վաղ առավոտից այս թեման էր քննարկում, ինչը իշխանության եւ ընդդիմության միջև դարձավ փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների պատճառ։ Իսկ չկա տարբերակ, որ համ քաղհալածյալ է, համ էլ կաշառքլափող, որովհետեւ ոնց որ թե բոլորդ էլ ճիշտ եք։ Չէ, եթե տենց համաձայնվեն, ոնց որ էս համով պահերը լրիվ կկորեն։ Դուք այդ տանգոյի մեջ Վարդանիկի զուգընկերն եք եղել։ Չէ, զուգընկերն էլ չէ, որտեվ ուզում եմ ինչ օրինակ բերեմ, որ պոլիտկորեկտ լինի, որտեվ կան օրինակներ հիմա մտքիս մեջ, թե դուք ինչն եք Վարդանիկի հետ եղել այդ ամբողջ պատմության մեջ։ Ասեք, բացեք այս ամբողջ BDSM-ը, դոմինատրիքսն է եղել է դուետում, թե Mr. Slave-ը։ Դե ամեն դեպքում ինչ որ տենց դեպի պոռնոկության ակնարկ է։ Հա։ Ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան։ Որովհետև Սերժենք ու Քոչարյանենք իրար չեն սիրում, իսկ առանց սիրո ինչ էլ ծնվի մոտավորապես Բեթմենի միջի պինգվին պետք է լինի։ Լավ, հանցնենք հաջորդ օրվան, էլի սրաչերը շարունակվում էին, մեղադրում էին իրար սուտ ասելու մեջ։ Նախ Հանրապետականի Մամիջանյանը ներկայացրեց վերջի 7 տարվա բոլոր արտաքին ֆեյլերը։ Եվ ստերը, ուստեղ Ալենը չդիմացավ ու գնաց։ Չեր կամ ես խափես, ընտրությունները խափում էիք, ելույթներում խափում էիք, տեխնացություն չեմ դնելու, Արմենիկումն եմ հնարել, 99 թվին Սերժ Սարգսյանը Արմենիկումից էր խոսում։ Երևի ամենավատ սուտն է, որի վրա կարելի է բռնացնել Սերժին։ Ալեն ջան, ոչ մեկ չի հիշում Արմենիկում, մեր ստուդիայում էլ հարցեցի, կեսը չգիտեն դա ինչ է։ Փոխարենը Սերժը նայ օգնեմ ինչով կարելի է բռնացնել։ Նա խոստացել էր, որ համահայկական բանկ կստեղծի, ընդ որ նոր էր ընտրվում։ Հարավ-հյուսիս ճանապարհը նորմալ ժամկետում կանի։ Իրանի հետ ինչ որ երկաթ գիծ էր խոստանում, որը նի չեղավ, ասեց մեծերին գլխից կբռնեմ, որը չեղավ։ Ծառուկյանին պետք է հեռացնել իշխանությունից եւ իհարկե չվեր ընտրվել է երրորդ անգամ, որը եւս ամեն անգամ հանգիստ կարաս ասեց, բայց ոչ Արմենիկումը, բայց ոնց որ թե ամեն դեպքում մեզ լսում է, որովհետեւ հիշում ես այն որ ասեցին, որ 34 impeachment-ի տակ ստորագրածներից ընդհանրապես 24-ն էին քվեարկել, որ դա вообще մտնի օրակարգ։ Հա, Չեմ ասում, impeachment էի կանում 24 հոգի քվեարկեց, 34-ն չկարողացա։ Այդ լրջությունը, որ ասենց ուզում եք փոխանցեք, դուք ճիշտ եք անում, որ չեք գալի դահլիճ։ խնդրեմ, բայց impeachment մեկը լինելու է, որովհետեւ չի եղել տենց բան, որ Սերժը խոստանա ու չանի, չհաշված այն իմ թվարկվածները։ Так, ինձ թվում է Ալենը արդեն ինտուիցիայով զգում է, որ impeachment-ը անխուսափելիորեն մոտենում է ու այդ վերջի արդեն գնալուց առաջ ուզում է մի քիչ բշտի հկային նոր գնա։ Ոչ ձայն ունեք, ոչ համակիր ունեք, ոչ ասելիք ունեք, իսկ ասեմ ստի մասին մի խոսացեք, սուտը եւ Սերժ Սարգսյանը նրանք բարեր հոմանիշներ են հայկական քաղաքականության դաշտում։ Դե վերջ, էլ դիմանալն անհնար է։ Ուստեղ չդիմացավ սիրելի Գառնիկը, ինչը շատ տարօրինակ է, որտեղ ինքը լրիվ ուրիշ թիմից է, իրանց չէին մեղադրում։ Կտրիչ Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցու հայրապետը չի, անկեղծ ասած իմ տեսակետը չի փոխվել, ես կարծում եմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են։ հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից Եվ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Ասма եկել է եկեղեցու ներքին գործերին խառնվում են։ Ժորժ ջան, այդ մեր եկեղեցին է։ Եվ համոզված եմ դրանում, որ վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Հաշվի առնելով, որ Նիկոլից բոլորը միշտ սպասում են իրարամերժ հայտարարություններ, այտենց հա, լիքը սուտ է, բայց շոկ չեղավ։ Հա, որտեվ Նիկոլը նախորդ ոդկասթում ասել էր, չէ, որ եթե ժամանակի հետ կարծիքը մի քիչ կամ արմատապես փոխվում է, դա ուղղակի զարգացման նշան է։ Զարգացման, նենց որ ոչ Սերժը, ոչ էլ Միսելն ինչ էր։ Նիկոլը, մոռացա, ոչ էլ Նիկոլը սուտ չեն խոսացել, ուղղակի դրուք զարգացել են։ Ժամանակի հետ, հա։ Բայց իհարկե այս impeachment-ի fail-ը մնում է ոնց որ թե դարակազմի fail, էլի։ Պետք է արդեն խայտարակ լիներ, բայց վերջի րոպեին Սերժի դեմքը փրկեց Նիկոլը։ Երևանի քրեական դատարանը Մասիս համայնքի ղեկավար Հանրապետական կուսակցության կողմից վարչապետի տեխնացու առաջադրված Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Մի րոպե, ո՞նց է սա փրկում Սերժենց։ Արա դե չես ջոգում, որ impeachment-ը ոնց որ չէր ստացվում, մի փոքր փուռ ներգնում էս ամբողջ կոնցեպտը, բայց վերջի պահին ռեժիմը բիրտ ուժով նստացրեց impeachment-ի տեխնացուին ու դրանով կասեցրեց 20 մինուտ արդեն impeachment-ի իրականացումը ու դրանով
Փրկվեցին։ Okay, սրա եւ ավելի մասին մենք ավելի մանրամասն Patreon-ում կխոսենք։ Այո։ Մնացեք մեզ հետ։ Միացեք Patreon-ին։ Առաջին 16 ամիսը 0% տոկոսադրույք, 0% կանխավճար, 0% սպասարկման վճար։ Okay, գրավեցիր ուշադրությունս։ Երբ, ինչի համար, որտեղ։ Դոմուսում, հիմա, անտոկոս ապարիկ տեխնիկայի, կահույքի եւ շինանյութի վրա։ Բանստել եմ։ Բանստել ես։ Գնա ստեղծի քո տան հարմարավետությունը, հենց հիմա գնա։ Դեգի մոտներս չեպեյա, այն բնակարանի տեսարանն եք նկարում ու ամեն ինչ թարս է, մեզ բաց շագանակագույն լամինատ է պետք։ Հեսա հենց հիմա բոլոր գործերս թողնում եմ, քշում եմ շինանյութի խանութ լամինատի հետևից։ Քեզ ինձ էլ պստլիկ մաղարիչ։ Բաղնիկի սալիկները սցենարով բեժ են, իստեղ եսիմ ինչ գույն է։ Բայց մաղարիչը արդեն լավ կաթ ու մածուն կերած մաղարիչ է։ Ահա, Շատ խառնես։ ահա որ, խցանում վազվզոտ։ Դիվանի ոտքը ջարդվեց, մի տեղից գթի բեր։ Հա, ու մեկ էլ հերոստացույցը փչացավ։ Հիմա ինչ քշեմ քաղաքի մյուս ծեր կահույքի խանութ, հետո էլ տեխնիկայի մաղարիչը արդեն տիեզերքից երևում է։ Մի բան կմտածենք, դու մենակ բեր։ Հա, գալիս եմ։ Դոմուս, ամեն ինչ մեկ վայրից։ Մի կերպ հաստրեցի, չեմ լսում կախարդական բառը։ Շնորհակալություն։ Մաղարիչ, 1000 հատ խանութ եմ մտել քո խաթր։ Դոմուսի կայքը բացել եմ, մտքովդ ինչ անցնում է պատվիրի։ Դու գիտեիր, որ Դոմուսում ամեն ինչ կա։ Այսքանն էր այսօրվանը։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Սեփական թիմը ավելի բարձր հնարավորություն տալ, մեծ թվով ձայներ հավաքելու, սա դա հին անհիշելի ժամանակների 34 տարվա մեր պատմությունն է, ինչի մասին է խոսքը։ Եվ Նիկոլ Փաշինյանը գնում է մի լացի, սպասի, հետո կխոսած։ Լավնի։ Եվ այսպես impeachment-ը, ես ուզում եմ մի հատ պատրոնում լավ բացենք փակատերը ինչ կարելներ ու հիմա ինչ անում, բայց այս 34 ձենը որ կար, այո, հավաքվեց 24 ձեն, որը սենց ուղղակի սենց լուրումուշ արի հաշվենք որ 34 ստորագրություն կա։ Հա, թղթի տակ, որտեղ տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է։ Հիմա երբ որ Դավիթ Համբարձումյանը էլ չի կարող լինի տեխնացու, ստացվում է 0 ստորագրություն հավաքված։ Այդ էսում ջոգի, այսինքն փոսի շատ քիչ հավաքված ստորագրությունները ռեզետ եղան։ Իշխան Սաղաթելյանին հազիվ համոզեցինք, որ գա այդ ստորագրությունը տա, հիմա փոզմի եղավ դա։ Հա, պաստոր հիմա նոր տեխնացու պետք է որոշվի, որը պետք է նախ 6 հոգին դեից, 20 քանի հոգին դեից, հետո հովի կաղազարն են ցապետ համոզել դրա։ Ում կարող են ավելի խարիզմատիկ ռեստարտ եղավ։ Դե ըստում մնաց Տարոն Մարգարյանը, միշտ տեխնացու Տարոն Մարգարյանն է։ Ճիշտ է, իր վրա էլ գործ կա։ Շատ դժվար է գտնել տեխնացու։ Սակոլիկը, չէ, Սակոլիկն է, հա, բաներով։ Միად խնդրում ենք նոր տեխնացուի առաջարկեք ընդդիմության impeachment-ի տեխնացության համար։ Ամեն շաբաթ մենք ձեզ ապահովում ենք որոշ չափի էնդորֆիններով։ Իսկ ինչ կարող եք անել դուք։ Սկսած $3-ից ընդամենը կարող եք միանալ մեր Patreon-ին եւ ապահովել էնդորֆիններով մեզ։